Հարգելի հայրենակիցներ, օգոստոսի 7-ին ժամը 16:00-ին, այսինքն 25 րոպեից, այն պահին, երբ ազգային ժողովում հնչելու են ելույթներ, եւ ես նաեւ այսօր այս ամբիոնից ելույթ եմ ունենում, մեր թիմակիցները գնացել են Վաղարշապատ քաղաք, Վաղարշապատ համայնք, ամենայն հայոց կաթողիկոսի դատին։ Բայց լսեք ուշադիր, էլի, ամենայն հայոց կաթողիկոսի դատին։ Եթե սրա մասին մի քանի տարի առաջ ինձ պատմեին, ես ուղղակի կասեի դա ցնդաբանություն է, բայց ցավոք այսօր ունենք այս խայտառակ ամոթալի վիճակը։ Սա միայն մեկ անհատի, անգամ միայն հոգևոր առաջնորդի դատավարություն չէ։ Սա դատավարություն է մեր հազարամյա պատմության, մեր ազգային ինքնության եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Այսօր մենք ականատեսն ենք լինում մի շղթայի, որը չի սկսվել երեկ եւ չի ավարտվելու այսօր, եթե մենք չգիտակցենք պահի լրջությունը եւ վտանգի ծավալները։ Հոգևորականների դեմ իրականացվող հետապնդումների ժամանակագրության մասին եթե խոսենք, ինչպես է ամեն ինչ եղել։ Ըստ իս, այս արշավը ծրագրված եւ փուլային բնույթ է կրում։ Ամեն ինչ սկսվեց եկեղեցական ինստիտուտի հեղինակազրկմանն ուղված հանրային հայտարարություններից եւ քարոզչական հայտարարություններից։ Առաջին փուլում հանրային վարկաբեկում եւ հոգեբանական ճնշում։ Վերջին տարիներին մենք տեսանք, թե ինչպես տարբեր գործիչների եւ համացանցային ալիքների միջոցով թիրախավորվեցին բարձրաստիճան հոգևորականներ։ Սկսվեց աննախադեպ պատելության խոսքի արշավ եկեղեցու եւ վեհափառ հայրապետի դեմ։ Երկրորդ փուլ։ Ականատես եղանք դեպքերի, երբ խոչընդոտվում է հոգևորականների մասնակցությունը տարբեր միջոցառումների։ Բոլորս տեսել ենք, թե ինչպես Սարդարապատում, երբ որ պետական պատվիրակության հետ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը գնացել էր մասնակցելու միջոցառման, առաջին հանրապետության միջոցառման։ Միաժամանակ է եկել անվտանգությունը, պարոն Հարությունյան, անվտանգությունը պետական պահպանության ամենայն հայոց կաթողիկոսին մայիսի 28-ի հուշակոթողի մոտ Սարդարապատում չի թույլատրել մտնել ներս։ Մենք հիշում ենք իհարկե ժամանակները, երբ որ դուք այս ամբիոնից կանգնած խոսում եք, որ վայ, թիկնապաները եւ այլն, ամենայն հարգանքով, բայց չէ՞ թե խոսում եք պատավատապետության մասին ժամանակին, մի խոսքով, կաթողիկոսին չէր կարելի նման ընդունելության, այսպես ասած, արժանացնել հաշվի առնելով, որ միջոցառման պատասխանատուն ըստ էության եւ ամենայն հավանականությամբ դուք եք։ Երրորդ փուլ, քրեական հետապնդումներ եւ կալանավորումներ։ Հաջորդեցին թեմակալ առաջնորդների, քահանաների եւ եկեղեցամետ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործեր, հարցաքննություններ եւ կալանավորումներ։ Հոգեվորականներ մեղադրանքներ առաջադրվեցին քաղաքականացված հիմնավորումներով եւ քաղաքական հետապնդումներ էին այս ամեն ինչը, տարբեր հորինված պատրվակներով։ Գագաթնակետը այսօր է ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ հարուցված ապօրինի, ամոթալի, խայտառակ քրեական գործը։ Սա բացահայտ փորձ է թույլատնելու մեր ազգային դիմադրողականությունը։ Չեմ ջարդում, մի անհանգստացեք։ Դե գույքի մասով առանձին կարող ենք քննարկում ունենալ։ Հաջորդիվ, բոլորս հիշում ենք 2025 թվականի հունիսի 17-ը, երբ ընդամենը 37 վայրկյան տևողության, նույնիսկ հարցազրույցի էլ չէ, մեկնաբանության համար լրագրողի հարցին Սամվել Կարապետյանը ասեց, որ մենք լինելու ենք մեր եկեղեցու կողքին, հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին եւ մեր ձևով մասնակցելու ենք եկեղեցու պաշտպանությանը։ Եվ դրանից ժամեր անց սկսվեց Սամվել Կարապետյանի դեմ քաղաքական հետապնդում։ Բոլորս շատ լավ հիշում ենք այն գրառումները, որոնք լույս տեսան Facebook սոցիալական ցանցերում,
Այս եկեղեցական հակարշավի շրջանակներում առանձնահատուկ ուզում եմ սրա մասին խոսել, Սամվել Կարապետյանի մասին։ Պարոն Կարապետյանը տարիներ ի վեր կանգնած է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, ֆինանսավորելով բազմաթիվ եկեղեցիների վերականգնումը ու կառուցումը, հոգևոր մշակութային ծրագրերը եւ Մայր Արքայոր Սուրբ Էջմիածնու նախաձեռնությունները։ Երբ Սամվել Կարապետյանը բացահայտորեն հանդես եկավ եկեղեցու եւ հայրապետի պաշտպանությամբ, իշխանական ճնշումներից բացի նաեւ սկսեց իշխանությունը արշավը Սամվել Կարապետյանի ակտիվների նկատմամբ։ Հեծի մասով տեղի ունեցավ խլում, սեփականազրկում փաստացի։ Ձերբակալության մասով բոլորը շատ լավ կադրերը հիշում եք, համոզված եմ լայվով նայում եք, երբ չկարողացան առանց օրդերի մուտք գործել եւ ձերբակալել պարոն Կարապետյանին։ Հետո սկսեց անմիջապես մեդիա արշավ։ Եվ ձերբակալությանը անմիջապես հաջորդեց տեղեկատվական մեծ արշավ, պաշտոնական եւ մեր իշխանական աղբյուրներով փորձ արվեց արատավորել նրա բարի համբավը, տնտեսական ճնշումներ գործադրել նա հետ կապված նախագծերի վրա եւ հանրության աչքում թիրախավորել նրա բարի համբավը։ Այս ամենը ցույց է տալիս, որ թիրախում միայն կոնկրետ անհատներ չեն։ Թիրախում այն ամենն է, ինչ միավորում է մեր ժողովրդին, տալիս է նրան ազգային ինքնագիտակցություն եւ դիմադրելու ուժ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր Վաղարշապատի դատարանում դատում են մեր ազգային արժանապատվության ապագան։ Մենք իրավունք չունենք լռելու, երբ ոտնահարվում են մեր սրբությունները եւ երբ անօրինական հետապնդումների են ենթարկվում եկեղեցին եւ նրա պաշտպանները։ Վճռականությունը, միասնականությունն ու արդարության համար պայքարն այսօր այլընտրանք չունի։ Վերջում, ճիշտն ասած, չէի ուզում այս առիթով անդրադառնալ, ուզում եմ անդրադառնալ 29743 թեմային։ Հարգելի հայրենակիցներ, բոլորս հիշում ենք 21 թվականը, երբ որ դուք փողոցում, տարբեր վայրերում բաժանում եք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագրերը։ Որ թվականին տարբերություն չկա, թող լինի 20, թող լինի 21, դե մի խոսքով։ Այդտեղ ես չտեսա գրված ոչ 29800, որը որ ընդ որում հենց պարոն Ղազինյանի կողմից մատնանշված press release-ում Prime Minister.am կայքում հրապարակված, համոզված եմ պարոն Հարությունյան շատ լավ ծանոթ եք դրան, այդ հրապարակվեց հայտարարությունը, քառակողմ հանդիպման հայտարարությունը, որտեղ որ նշված է 29800, իսկ այդ մնացած կիլոմետրերը ինչ եղան, էլի, այսինքն Մակրոնը այդ հայտարարության տակ ստորագրել է, Հայաստանը կամ ընդունել է, այսպես ասած, մյուս բանակցող կողմերը ստորագրել են, հիմա ստացվում է 29743։ Լավ, ինչ երաշխիքներ կան, որ վաղը այդ թիվը կրկին փոփոխության չի ենթարկվի։ Ուզում եմ նաև անդրադառնալ պարոն Բաբկեն Թունյանի ելույթին։ Ես իմ ելույթում, ընդ որում տեղից արձագանքեցի, ինչի համար ներողություն եմ խնդրում, նշեցի, որ այդ տվյալը, որ ես ասել եմ, որ Վրաստանում 2 անգամ պակասել է, դա աղքատության տվյալն է։ Այո, Վրաստանում եւս պետական պարտքը աճել է, սակայն աղքատությունը կրճատվել է 2 անգամ։ Հարց. ինչպես է վրացիներին դա հաջողվել եւ ինչու դա չի հաջողվել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Եվ 4. Երբ որ խոսում եք մեթոդաբանություն է փոխվել։ Լավ, կլինի մյուս անգամ ներկայացնեք հին մեթոդաբանությամբ ինչքան կլինեին աղքատության թվերը։ Եվ ինչ է պետք անել, որ գոնե մի քանի տարի հետո մենք Վրաստանի դինամիկան ունենանք։ Շնորհակալ եմ, հաջողություն։ Անդրանիկ Գևորգյան, նախապատրաստվի Արման